Քաղաքի փողոցների միջին նորոգման աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, Երևան քաղաքում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները։ Աշխատանքներն ավարտված են Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան եւ Հրաչյա Քոչար փողոցներում։ Ներկայումս աշխատանքներն են ընթանում Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում եւ Նոր վարչական շրջանի Գայի պողոտայում։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Հանձնարարական համար 141 զեկուցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից Երևան քաղաքի որոշ փողոցներում իրականացվող միջին նորոգման աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, Երևան քաղաքում ճանապարհների միջին նորոգման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը առաջարկվել է 2025 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհների միջին նորոգման ծրագրում ընդգրկել Երևան քաղաքի սպասարկման տարածքում գտնվող միջպետական նշանակության ճանապարհների Իսակով Պողոտա Բաբաջանյան փողոց խաչմերուկներից մինչև Գասպարյան Երևանյան փողոցների հատման խաչմերուկ եւ Աշտարակ խճուղու Կովկաս ռեստորանային համալիրից մինչև Աշտարակի խճուղի Չաուշ փողոց տրանսպորտային հանգույց ճանապարհահատվածները։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, իսկ նախարարի հետ մի քանի օր առաջ խոսել եմ, ինքը ասել է, որ մրցույթները 2-ի համար արդեն մրցույթները կայացել են, շուտով արդեն սկսում են։ Պարոն քաղաքապետ, այսօր մեր տվյալներով փորձել ենք ճշտել, գնումը կայացել է, մրցույթը կայացել է եւ պետք է որ սկսեն։ Շատ լավ, եկեք այդ կոմունիկացիան չլինի միայն իմ եւ նախարարի միջև, դուք էլ ձեր գոլեգաների հետ շփվեք։ Անպայման։ Հաջորդ։ Նոր վարչական շրջանի ղեկավարին հանձնարարական համար 23 զեկուցել Տորքան Գեղիարձանի հարակից տարածքի երկրորդ փուլի շինարարական աշխատանքների ընթացքի մասին։ Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում եմ, որ Տորքան Գեղիարձանի հարակից այգու շինարարական աշխատանքների երկրորդ փուլը նախատեսված աշխատանքների ընթացքի մեջ են։ Մասնավորապես ավարտվել են ամֆիթատրոնի բետոնային աշխատանքները, իրականացվել են 460 գծամետր հենապատի կառուցման համար նախատեսված աշխատանքները, իրականացվել է հողային աշխատանքների 50-ից 65%-ը, տնկվել է 460 ծառ եւ կատարվել է 650 ծառի տնկման նախապատրաստական աշխատանքները։ 2500 մետր տարածքը ծածկվել է տոմետով։ Իրականացվել է հեղեղատարի, կոյուղատարի եւ ջրամատակարարման համակարգերի, այդ թվում 8000 մետր ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները։ Իրականացվել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման մոնտաժման աշխատանքները։ Իրականացվել է ֆուտբոլի դաշտի նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես հողի հարթեցում, խճի շերտի փռման, բետոնացման աշխատանքները։ Հարկ եմ համարում նշել, որ աշխատանքների ավարտման վերջնաժամկետն է 2026 թվականի 4 եռամսյակը։ Այսքանը։ Շնորհակալ եմ, պարոն Սևոյան, Տորքան Գեղիարձանի հարակից տարածքի ընդհանուր այգու, այսպես ասած, վերակենդանացումը մեր կարևոր ծրագրերից մեկն է եւ կանաչապատման ոլորտում ամենանշանակալիներից մեկը եւ ակնկալում եմ, որ մենք 2026 թվականին միասին կանենք այդ այգու բացումը։ Հաջորդ։ Տրանսպորտի վարչությանը հանձնարարական համար 79 ձեռնարկել համապատասխան միջոցներ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների հարակից փողոցների հետիոտնային անցումները կանչովի լուսացույցերով կահավորելու ուղղությամբ եւ զեկուցել։ Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում եմ ձեզ, որ Երևան քաղաքում թվով 16 հասցեներում իրականացվել են հետիոտնային կանչովի լուսացույցների տեղադրման աշխատանքներ։ Նշված հետիոտնային կանչովի լուսացույցները տեղադրված եւ հանձնված են շահագործման հետեւյալ հասցեներում՝ Մամիկոնյանց փողոց համար 82 եւ 14 դպրոցների հարակից ճանապարհահատվածում, Տիգրանյան փողոց համար 54 դպրոցի հարևանությամբ, Անդրանիկի փողոց համար 75/10-39/10 հասցեների հարակից ճանապարհահատվածում, Նայիրի Զարյան փողոցի 72 հասցեի հարակից ճանապարհահատվածում, համար 51 դպրոցի մոտ, Պարուր Սևակ 8 եւ 8/2 հասցեների միջնամասում, Հալամբյան փողոց պոլիկլինիկայի մոտ, հարակից Սարգսակի փողոց համար 14 հասցեի հարակից Հայ Չինական դպրոցի մոտ, Տիգրան Պետրոսյան 20 պոլիկլինիկայի մոտ, Դավիթ Բեկ 106/5 հասցեի մոտ, Աթոյան Նորարեշ 5-րդ փողոցների խաչմերուկ համար 49 դպրոցի հարևանությամբ, Հրաչյա Թամրազյան Ռիգա փողոցների խաչմերուկ,
Այվազովսկու փողոց, Նոր Արեշ 39-րդ փողոց, Նորագավիթ առաջին եւ 8-րդ փողոցների խաչմերուկ, համար 98 դպրոցի մոտակայք, Խաչիկ Դաշտենց, Նոր Արեշ 35-րդ փողոցների խաչմերուկ, Խուդիակովի փողոց, Ավանի 6-րդ փողոցների հատվածում, Գորյոնի փողոց 12/1 հասցեի հարակից ճանապարհատվածում Պոլիտեխնիկական համալսարանի մոտ։ Նշեմ, որ թվարկված 16 հասցեներից 6-ը տեղակայված են հարակաթրթական դպրոցների եւ ուսումնական հաստատությունների հարակից հատվածներում։ Շնորհակալ եմ։ Բոլորը գործարկված են լուսացույցերը։ Այո։ Այսինքն կարող ենք համարել փակված այս փուլի համար այս հարցը։ Այո։ Ունենք հավելյալ ծրագիր, ունենք էլի պահանջարկ այս տեսակ խնդրի լուծման, այսինքն դպրոցների հարակից տարածքում, որտեղ որ լուսացուցային կանչով պետք է կազմակերպենք։ Պարոն քաղաքապետ, 2025 թվականի ընթացքում կարգնքված եւս մեկ պայմանագիր թվով 13 հասցեներում, բայց մատակարարի կողմից չիրականացվեց աշխատանքները հաճախ ժամկետներում եւ պայմանագիրը խզվել է դրա մասով։ Ենթադրում եմ հաջորդ տարի դրա շրջանակներում նոր մրցույթ կանենք, նոր պայմանագիր կկնքենք։ Այդտեղ էլ ունենք դպրոցներ, Դրանց ցանկում եկան որոշ քանակի դպրոցներ։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հաջորդ։ Բնապահպանության վարչությանը հանձնարարական համար 89 զեկուցել Հրազդան գետի երկայնքով բազմաբնակարան բնակելի շենքերը, բնակելի տները եւ հասարակական նշանակության շինությունները շահագործող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից կեղտաջրերի ապօրինի ջրահեռացումը կանխելու նպատակով կոյուղու կոլեկտորի նախագծման աշխատանքների իրականացման մասին։ Պարոն քաղաքապետ, ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ այս խնդիրը բարձրացվել էր նախկինում արդեն իսկ իրականացված տասնամյակներ առաջ իրականացված նախագծի եւ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք 1000-ից ավել բաժանորդ, ովքեր այսօր իրենց կոյուղին ուղիղ թափում են Հրազդան գետը։ Հայտարարել էինք մրցույթ ուսումնասիրելու Հրազդան կիրճի երկայնքով նախկինում իրականացված նախագծի իրագործելիությունը։ Այս պահին էկրաններին ցուցադրված է 2006 թվականին քաղաքապետարանի պատվերով իրականացված